Լևոն Հայրապետյանի սպանությունը իմ գրքի կարևոր գլուխն է, որը արդեն հանձնված է տպագրության։ Որոշ տեղեկություններ ես չկարողացա տեղավորել գրքում, ուստի սա կարևոր է ընդհանուր պատկերն հասկանալու համար։ Շնորհակալություն, որ կարդում եք իմ բոլոր հրապարակումները Հայրապետյանի մասին։ Այն ձեզ թույլ կտա հավաքել ամենը մեկը ընդհանուր պազլ եւ լավ հասկանալ սպանության պատճառները։ Սոբեսեդնիկ հրատարակչական տան տնօրենների խորհրդի ղեկավար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը ժամանակին դարձել է մաս լայնածավալ հետաքննության։ Բաշնեֆտ ընկերությունում կատարված յուրացումների եւ այս դեպքի հետ կապված դեպքերի, հատկապես Հայրապետյանին մեղադրեցին Բաշկիրիայի նախկին սենատոր Իգավ Իզմեստիևի ընտանիքի հասցեով խարդախության մեջ։ Սա ամենը կազմակերպվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Ղարաբաղի ՕՊԳ-ի կողմից նրա բաժնետոմսերը Բաշնեֆտում ձեռք բերելու համար։ Հիշեցնեմ իմ ընթերցողներին, որ 2016 թվական գարնանը Հայրապետյանին դատապարտեցին 4 տարվա կալանքի։ Ազատության էր պատրաստվում 1 տարուց, բայց մահացավ բանտում ազատվելուց 1 օր առաջ։ Այս ամենին պետք է ուշադրություն դարձնել։ Կարդացեք ուշադիր, յուրաքանչյուր մեր ընթերցող պետք է հիշի, որ Լևոն Հայրապետյանին ֆիզիկապես վերացնելու հնարավոր պատճառներ շատ էին, ինչպես նաև շատ մարդիկ էին խառնված այս ցանկությանը։ Այս հոդվածում ես ամբողջական ցուցակ կտամ նրանց, ովքեր ցանկանում էին նրա մահը։ Հայրապետյանի ունեցվածքը կազմում էր ոչ թե 200-300 միլիոն դոլար, ինչպես գրում էին Ստահակ Ղարաբաղի լրատվամիջոցները, այլ 800-900 միլիոն դոլար։ Հայրապետյանին պատկանում էր ունեցվածք տարբեր երկրներում՝ վիլաներ Նյու Յորքում, Մոնակոյում, Փարիզում, եռահարկ բնակարան Մոսկվա կենտրոնում, գործարաններ Ղարաբաղում, եւ նաեւ նա ուներ բացառիկ նկարչության ու անտիկվարի հավաքածու, որի գնահատականը եղել է 800-900 միլիոն դոլար։ Հավաքածուն ներառում էր ճանաչված վարպետների աշխատանքներ՝ Կազիմիր Մալևիչ, Իվան Այվազովսկի, Կոնստանտին Կորովին, ինչպես նաեւ Ադոլֆ Հիտլերի նկարած Էվա Բրաունի դիմանկարը, թեև արվեստական արժեք մեծ չէր, բայց պատմական արժեքավոր արխիվ էր։ Հայրապետյանի բանտում գտնվելու 1 տարում հավաքածուն, նրա մեջ, բացի նկարչական գործերից, կային հին զարդեր, ժամացույցներ, անհայտ պայմաններում վաճառվեց։ Բիզնեսմենը պատրաստվում էր ազատությունից հետո պարզել, թե ինչու է դա տեղի ունեցել։ Իմ գրքում մանրամասն հրապարակել եմ, թե ինչպես նրա եղբայրը, կնոջ հետ, Բակոյի մարդիկ, Սերժի մարդիկ եւ Լևոնի շրջապատի այլ շվալներ այդ ամենը վաճառել են։ Հիմա կարևոր տեղեկություն Հայաստանի քաղաքացիների համար։ Հայրապետյանին անվանել են Հայաստանի նախագահի։ Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդներից մեկը, այժմ մահացավ Հայրապետյանը մոլորակային հեղափոխությունից առաջ։ Սա ոչ միայն փաստ է, սա կարևոր փաստ է։ Իմ ամենակարևորը Լևոնի մահվան ամսաթիվը։ Անհավանական համընկնում։ Հոկտեմբերի 19-ին Մորդովիայի վերաքննիչ դատարանը, բիզնեսմենը նստած էր Մորդովիայի KK-1-2, պետք է քններ առողջական հիմնավորմամբ ազատման հարցը։ Եվ ահա, բացառիկ համընկնում։ Ինչպես կարող է լինել, որ ազատման 1 օր առաջ մարդը թունավորվի։ Պարզվում է, որ 2 օր առաջ թունավորումից 2 ղարաբաղցի բերեցին նրան թունավոր դեղամիջոցները։ Դեղերը նույնն էին, ինչ նա սովորաբար ընդունում էր, ուստի նա ոչինչ չկասկածեց։ Երբ վատացավ, դիմեց բժշկին եւ այնտեղ բուժքույրը տվեց մի տեսակ միքստուրա։ Եվ այդ ժամանակ, ըստ փաստաբանի, Հայրապետյանի վիճակը դարձավ շատ վատ, այնպես, որ հազիվ հասցրին սենյակ, որտեղ նա կորցրեց գիտակցությունը։ Երբ ուշքի եկավ, զանգահարեց սենյակակից հեռախոսով եղբորը եւ ընկերոջը։ Ինձ թունավորել են, առավոտը չեմ հասնի։ Ինձ չթաղեք առանց դատբժշկական քննության, սա էին Լևոն Հայրապետյանի վերջին խոսքերը։ Լևոն Հայրապետյանը մահացավ 2017 թվական հոկտեմբերի 18-ին, դատական լսումից 1 օր առաջ։ Կարևոր փաստ, իմ սիրելի ընթերցողներ։ Նրա մահից հետո պարզվեց սարսափելի մի բան, որ բիզնեսմենը, ումը պատկանում էր Ռուսաստանի խոշոր ընկերությունների բաժնետոմսերը, հանձնել էր մի քանի լիազորագրեր ունեցվածքի կառավարմանը առանց վաճառքի իրավունքի, բայց պայմանը պահպանված չէր։ Ունեցվածքի զգալի մասը վաճառված է։ Ցանկանում եք պատկերացնել, թե ինչ է անում Քոչարյանը եւ Ղարաբաղցի բանդիտները։ Վաճառվել են ժամացույցներ, զարդեր, Մոնակոյի եւ Նյու Յորքի վիլլաներ, Էվա Բրաունի դիմանկարը, Գազպրոմի բաժնետոմսերը եւ այլ շատ բան։ Ժառանգական գործի քննությունը ցույց տվեց նաեւ, որ շատերն Հայրապետյանին դեռ պարտք էին մնացել, բավականին մեծ գումարներ, մոտ 50-70 միլիոն դոլար։ Անհատները, ովքեր շահում էին Հայրապետյանի մահից Ռոբերտ Քոչարյան, ստացավ բաժնետոմսերը, Սերժ Սարգսյան, ստացավ բաժնետոմսեր եւ ունեցվածք Յունիաստրի, բանկ բաժնետերերը եւ Արա Աբրահամյան, նույն բանկում կորավ Լևոնի ավելի քան 100 միլիոն դոլարը։ Բակո Սահակյան,
ողջ կյանքում կողոպտել է Հայրապետյանին։ Նույնիսկ տնային կալանքի ժամանակ վերցրել է $200,000 պարտք։ Գարիկ Պողոսյան վախեցնող ընկեր ողջ կյանքում կողոպտել է Լևոնին։ Ըստ եղբայր Արթուր Պետրոսյանի եւ անձամբ դստեր, տնային կալանքի ժամանակ վերցրեց $200,000 եւ խաբեց Հայրապետյանին։ Մահից հետո վերցրեց $100,000 դստեր, Անժելիկայի մոտից եւ նույնպես խաբել։ Լևոնի եղբայրը եւ նրա կին, Ալբերտ Անդրյան, գլխահաշիվ ղարաբաղցի բիզնեսմեններ, ովքեր պարտք էին նրան։ Հայրապետյանի սիրեցյալը եւ նրա մայրը, ովքեր ենթարկվել էին Քոչարյանի ընտանիքին, այսինքն ուղարկվածը։ Գալիս։ Ինչա կատարում քյոխի մասին գոնե 2 րոպե պատմեմ եւ անցնենք առաջ կարևոր թեմաներով։ Տեսեք, այս մարդը, ով բոլորս գիտեք ինչքան քաքեր է կերել Ղարաբաղում, ինքը որոշել է գնա քաղաքականություն, այսինքն 1 տարի առաջ այդ լեգենդար հրամանատարը որոշել է, որ ինքը կարա գնա ընտրությունների մասնակցի Գյումրիում, եւ վաղ մենք իրան խփեցինք համացանցում եւ ճիշտ արեցինք, մինչ դա ինքը էլի հիշեցնեմ, բոլորին ասում էր ես չեմ քիթս կողելու քաղաքականության մեջ, բայց մայիսի 9-ին, երբ 2 տարի առաջ միտինգների մարդկանց հանում էին, Բագրատ Սրբազանը, դուք երևի հիշում եք Բագրատը, այդ քյոխը գնացել է մայիսի 9-ին հրապարակում հավաքել իրան ղարաբաղցիներին, իմանում էր թե կարա հիմա ինքը վարչապետին հանի։ Քակերած շան նման ինքը այնտեղից էլ գնաց, Գյումրիում էլ ոչ մի բան ինքը չհավաքեց, հա, հիմա Քոչարյանի ընտանիքի հետ աշփվում, Քոչարյանի մարդկանց հետ, եւ այդ մարդը քանի որ ահագին քաքեր է կերել Ղարաբաղում, նա չի կարա չշփվի Քոչարյանի հետ, Քոչարյանի ընտանիքի հետ, ոչ թե մենակ քյոխը, այլ բոլոր այդ հրամանատարները հանցագործ են, քակերած հանցագործ եւ վախենում են, որ մարդիկ խոսում են դրա մասին, արձագանքում են, դրա պատճառով քյոխի բարեկամները համացանցից դուրս չեն գալիս, փորձում են ինձ հետ կռվեն։ Հիմա քյոխը քոչարյանականների հետ է շփվում եւ զարմանում է ինչի ենք մենք իրան քննադատում։ Գիտեմ, որ քյոխը fake age-ից մտնում է, միջայլոց իմանաք, որ fake age-ից է մտնում քյոխը եւ իմ եթերս էլ անայելու, քյոխ ջան, եթե քեզ դուր չի գալիս, որ քեզ քննադատում են, մեզ էլ դուր չի գալիս, որ քեզ նման կեղտը մասնակցում է քաղաքականության մեջ, դու ով ես, դու Ռուբեն Մեհրաբյանն ես, թող Ռուբեն Մեհրաբյանն ինքը խելոք, գրագետ, փայնանասեր տղա է, Ռուբեն Մեհրաբյանը ինքը այո, թող զբաղվի քաղաքականությունով, Լևոն Շերինյանը թող ինքը զբաղվի, Հայկ Սուքիասյանը, դու ով ես, դու քյոխ Ղարաբաղում այդքան հանցագործություններ առած մի հատ մարդ, դու ով ես, որ եկել ես Հայաստանում մասնակցում ես քաղաքականության մեջ, քեզ ասել են, որ երևի կընտրվի Քոչարյանը կամ Տաշիր Սամոն եւ քեզ պաշտոն կտան, պաշտպանության բանակում, դրա համար ես տենց ոռը ճողում հավատում քոչարյանականներին։ Ու հիմա մեր հետևորդները պետք է հանգիստ լինեն, քյոխը դատի է տվել ինձ, տեսեք, մի հատ վիդեո եմ գցել 2 միլիոն դիտում հավաքել, որ եղնիկներում ինչ ձևի վիճակում են զինվորները, ինքն էլ գնացել է դատի է տվել, այնտեղ այդտենց էլ գրել է, որ ես իմ մոտ սոված զինվոր չի եղել, գիտես, ոչ թե մենակ քո մոտ, այլ սա Ղարաբաղի զինվորական մասերում, սա զինվորների 99%-ը սոված են եղել, ոչ թե մենակ քո մասին է խոսքը, բոլորի մասին է խոսքը, մենակ քյոխը չէ, որ տականք է եւ գողացել է զինվորների ուտելիքը։ Դուք 35 տարի ծեծել եք զինվորներին, գողացել եք իրանց ուտելիքը, օդպուսկներն մեծ գումարներ եք վերցրել։ Ինչա դուք գնացել ես դատի ես տվել, որ ինչ, որ դատավորը չի իմանում դու ով ես եւ Արցախի պաշտպանության բանակը ինչա իրանից ներկայացնում։ Поэтому плевать я хотел на это։ Ուրեմն այսպես, եթե քյոխի բարեկամները ինձ լսում են, ձեզ դուր չի գալիս, որ լեգենդար հրամանատարին քննադատում են, ուրեմն թող դուրս գա քաղաքականությունից, թող չմասնակցի ոչ մի բանի մեջ, թող իր տղը վերինգի։ Դուր չի գալիս, որ միլիոններ մարդիկ նայում են անիծք են տալիս։ Մեզ էլ դուր չի գալիս, որ դու մասնակցում ես քաղաքականության մեջ։ Եվ всё։ Եվ իմ եղբայրներ եւ քույրեր, դուք տեն մեկ չէ, որ մի քայլ ես հետ չեմ արել 7 տարում ու չեմ էլ անելու եւ ձեզ հետ միասին արխային աշխատում ենք, աշխատելու ենք, հանուն մեր երկրի համար, մեր ժողովրդի համար ու ոչ մի Ղարաբաղի հրամանատար,
իրանց կանայք, բարեկամներ չեն կանարում ոչ մի ձևի ազդեն իմ աշխատանքի վրա։ Պարքև, պրիվետ։ Հիմա անցնենք Մովսես Հակոբյանի հարցով, երևի դուք գիտեք, որ դատարանը որոշում ա կայացրել, որ 11 միլիոն դոլարը, որը ունի Մովսես Հակոբյանը, թող մնա իր ջեբի մեջ, իր գրպանում, թող ուտի խմի, կայֆավա տանի։